պատերազմի համաձայնագիրը, որը Նիկոլը ուզում է կնքի, Հայաստանի վերացման պայմանագիրը, որը Նիկոլը ուզում է կնքի, Հայաստանի պետականության վերացման պայմանագիրը, որը Նիկոլը ուզում է կնքի, դա գործընթաց է։ Նախ պիտի ճշտեն դեռ ժամկետները վայրը, որտեղ դա պիտի ստորագրվի, հետո այդ ստորագրելուց հետո դա պիտի անցնի սահմանադրական դատարանի այդ վավերացման գործընթացի միջով, հետո պիտի վավերացվի խորհրդարանում եւ այլն։ Այսինքն սա շաբաթների, եթե ոչ ամիսների գործընթաց է, բայց այնուամենայնիվ ժամանակը սուղ է եւ մենք պիտի արդեն սկսենք գործնական քայլեր, հրապարակային փողոցային քայլեր Նիկոլ Փաշինյանի հեռացման նպատակով։ Սա մեր գերխնդիրն է, սա համար մեկ խնդիրն է, որից հետո արդեն ազգային ուժերը, գործիչները կմտածեն ինչ պիտի արվի հետո։ Ազգային ժողովրդավարական բևեռը ունի իր ծրագիրը, ունի իր տեսլականը։ Նիկոլի հեռացում, անցումային կառավարության ձևավորում, անցումային փուլ, նոր սահմանադրության ընտրական օրենքի ընդունում եւ արտահերթ ընտրություններ։ Այս ծրագիրն է, որ ինչպես մենք ենք կարծում, ամենառացիոնալ ծրագիրն է, որպեսզի նախ կանխենք այս գահավիժումն ու աղետը եւ հետո բռնենք զարգացման ճանապարհը։ Կրկնում եմ, ազգային մտածող մարդիկ, հայրենասեր մարդիկ, ովքեր Հայաստանի ապագան չեն պատկերացնում ոչ Ռուսաստանի կազմում կամ Ռուսաստանի հովանավորությամբ որպես գուբերնիա եւ ոչ էլ թուրքական վիլայետ, պիտի միանան, պիտի միավորվեն, համատեղեն իրենց ջանքերը եւ ղեկավարեն ժողովրդի ցասումը։ Իսկ որ ժողովուրդը պատրաստ է այդ ցասման, վկայում են այն բոլոր հարցազրույցները, այն բոլոր հարցումները, սոցիալական հարցումները, որոնք ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ունի շատ ցածր ռեյտինգ, 10%-ից պակաս, Նիկոլ Փաշինյանի աշխատանքից դժգոհ է ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, 70-80%-ը, ժողովուրդը ատում է Նիկոլին, ժողովուրդը զզվում է Նիկոլից եւ ժողովուրդը սպասում է այն պահին, երբ հրապարակում կհայտնվի այն քաղաքական ուժը, որը ժողովրդին կկանչի փողոց։